Հայաստանի վարչապետը Դավոսում մասնակցել է Խաղաղության խորհրդի նիստին և կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները, Թրամփ։ Հայաստանը $1 միլիարդ չի վճարի Խաղաղության խորհրդին անդամակցելու համար, Անի Բադալյան։ Պուտինն առաջարկել է սառեցված ակտիվներից $1 միլիարդ փոխանցել Խաղաղության խորհրդին։ Ադրբեջանի նախագահը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցեր։ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։ Թրամփը և Ռյուտեն փոխըմբռնման են հասել Գրենլանդիայի հետ կապված ապագա համաձայնագրի շուրջ։ Եվրամիությունը Հնդկաստանի հետ անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի, Կալաս։